Այս օրը բարին սկսում է իր աշխատանքը 21 TV եթերում ձեզ հետ եմ Վրեժ Կիրակոսյանը, Անահիտ Կիրակոսյանը, բարձր տրամադրությունը, որ այս պայն ուզում ենք փոխանցել ձեզ։ Բարի առավոտ բարձր տրամադրությամբ եւ արթնանալու համար իհարկե այս պայն առաջարկում ենք մի լավ երաժշտական ընդմիջում ու վերադառնանք կշարունակենք եթերը։ Տեսահոլվակ ձեզ համար։ Այնտեղ ապրում էին մեր հորինած մոլորակները, այլևս օտար ու հեռու Վերադարձանք սիրելի հեռուստադիտող 21 TV եթերում իր աշխատանքը շարունակում է օրը բարի առավոտյան ծրագիրը եւ այս պահին իհարկե պետք է ներկայացնենք մեր հյուրին։ Ինչպես նկատեցիք, շատ կարևոր արդիական թեմային է անդրադարձել ներկայացման միջոցով, որովհետև ներկայացման վերնագիրն արդեն հուշում է բլոկադա, այսինքն խոսելու ենք մեր օրերի մասին, մեր օրերի խնդիրների մասին ու չսպիացող վերքերի մասին։ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում արդեն կայացել է բլոկադա ներկայացման առաջնախաղը եւ այսօր զրուցելու ենք բլոկադա ներկայացման մեջ ընդգրկված դերասաններից մեկի հետ Բորիս Մելքոնյանն է այսօր մեր հյուրը։ Բարի առավոտ Բորիս։ Բարի առավոտ Բորիս։ Բարի առավոտ։ Բորիս, շատ կարևոր ու նաև դժվար թեմա է բլոկադա, վստահաբար պիեսը գրվել է մեր օրերի մասին, պիեսի հեղինակը Անին է Մաղաքյան, կասեք ինչպես դուք ստացաք առաջարկը եւ հեշտ եք համաձայնել մարմնավորելու ձեր կերպարը, որովհետեւ իրոք վերքերը նոր են ու չսպիացող։ Առաջարկը ստացա հենց Անիից ու մեր ռեժիսորից Սեթրակից Գոջամանյան, ուղղակի գնացինք մի անգամ Սեթրակի հետ, այսպես ասած, քաստինգի, կարդացի ու տենց տարօրինակ բաներ, որովհետև նախ վախենալու է իմ համար թեման ի սկզբանե որ ասեցին ու հետո տվեցին մի հատ տեսան, որ պիտի ուղղակի կարդանք, որ Սեթրակը նա էր, ահա որ լարված էի ու տենց ուղղակի
փորձեցի արագ կարդամ ինչ-որ բան անեմ ու գնամ ու համոզված էի, որ ինձ ոչ էլ կընտրեն, որովհետև առանձնապես ոչ մի բան էլ չարեցի, բայց բարեբախտաբար, չգիտեմ ինչը, բայց հավանել էր սեթրակը, այդպես ընտրվեցի, իսկ հեշտ եմ համաձայնվել թե չէ, միանշանակ շատ հեշտ եմ համաձայնվել ու ուրախ եմ, որ հնարավորություն ա տրվել այդ թեմայից խոսելու, որովհետև անընդհատ արտահայտվելու, անընդհատ դրանից խոսելու ցանկություն եւ կարիք կա։ Դուք որպես դերասան ում եք մարմնավորում։ Իմ կերպարի անունը Հայկ է, նա զինվոր է, որը կռվել է 44 օրյայի ընթացքում, իսկ ավարտվելուց հետո ամեն ինչ արել է, չգիտեմ, փաստաթղթեր է կեղծել, փորձել է թաքնվել, մի խոսքով ամեն ինչ արել է, որպեսզի մնա Արցախում։ Շատ պայքարող տեսակ է, հայրենասեր, այդ առումով էլ էր վախենալու, որովհետև ես ինքս չեմ ծառայել, բայց պետք էր մարմնավորեիք։ Հա, պետք է մարմնավորեի մի տղա, որ հերիք չծառայել է, մի հատ էլ կռվել է, մի հատ էլ այդքան տենց ուժեղ պինդ տեսակա մի քիչ դժվար էի պատկերացնում այդ ամեն ինչի մեջ կեղծ չթվալ, որովհետև դե չի եղել իմ կյանքում նմանատիպ, գոնե նմանատիպ որևէ միջադեպ։ Իսկ ունեիք ընկերներ, ովքեր որ կռվել էին, ծառայել են եւ իրենց պատմությունները։ Ընկերներ ունեմ։ Հա, ընկերներ ունեմ, բայց մի էսպիսի բան կա, որ թե բլոկադայի իրողությունը, թե կռիվների ու պատերազմի, ինչքան էլ ծանոթներ ընկերներ ունենաս, ինչքան էլ ինչ-որ մեկի հետ զրուցես, ես այս ներկայացումից հետո մանավանդ համոզվեցի դրանում, որ միևնույնը չես կարող պատկերացնես։ Մենք փորձերը ինչքան անում էինք, դե բնականաբար փորձերի ընթացքում զրուցում ենք, ինչ-որ բաներ ենք քննարկում, պատմություններ ենք պատմում, որ լսել ենք։ Ես գնալով ավելի շատ էի հասկանում, հենց բլոկադայի ժամանակ, որ ինչքան ահավոր ա եղել ու ինչքան միևնույնը ասում եմ, բայց չեմ կարող պատկերացնեմ։ Հա, մեր ներկայացման իրադարձությունները հենց կատարվում են պատմությունը այսպես է, որ իմ քույրը եւ իր ամուսինը Երևանից գալիս են, որպեսզի ինձ տանեն Երևան։ Մենք տեղափոխվում ենք այնտեղ մի ընտանիքի տուն, որպեսզի մի գիշեր անցկացնենք եւ այդ գիշեր սկսում է բլոկադան։ Ինչքան ես փորձում եի խորանալ եւ պատկերացնել եւ պատմություններ լսել ու քննարկել, մեկը այս հասկանում է, որ անհնար է դա պատկերացնել այդ ամեն ինչի մեջ չես եղել։ Նայելով կհասկանան բոլոր այն մարդիկ, ովքեր իրոք դրա միջով անցել են ու ինչու ոչ նրանց բարեկամներն ու հարևանները։ Իդեպ շատ հետաքրքիր դերասանախումբ է ընտրված, ես տեսնում եմ Շանթ Հովհաննիսյան, Մարջան Ավետիսյան, Լաչե Երիցյան, Մարիամ Ալեքսանյան, Էլեն Գևորգյան, ինչպես է անցել աշխատանքը գործընկերների հետ եւ կար էլի վախ ու պատասխանատվություն նման դերասանների հետ բեմում հանդես գալու ու առհասարակ սա ձեր առաջին բեմական փորձն է պրոֆեսիոնալ բեմում, թե էլի ներկայացումներում եք խաղաց։ Ոչ, առաջին բեմական փորձը չի, բայց միանշանակ նման մասնագետների հետ վախենալու չէ, շատ պատասխանատու է բեմ դուրս գալը ու ես անչափ ուրախ եմ ու կարծում եմ, որ դա ինձ բախտ է վիճակվել նման մարդկանց հետ խաղամ։ Շատ հաճելի են անցել փորձերը, շատ ուրախ եմ, որ հենց այդ թիմի հետ եմ աշխատել, որովհետև իրականում աշխատանքը ընթացել է ամբողջ ընթացքում առանց որևէ մի խնդրի, որևէ մի, չգիտեմ, ինչ-որ մեկի կողմից ամբիցիոզ վարքի դրսևորման, որևէ, այսպես ասած, կապրիզի, չգիտեմ, այսպես միախմբված մի թիմի պես, այո, մի նպատակով, մի բան պատկերացնելով աշխատել են, գնացել ենք առաջ ու արդյունքի համար էլ ենք շատ վախենում, ասեմ բոլորիս մեջ կար այդ վախը, որովհետև դա նենց թեմա է, որին կպնել քիչ բարդ է, հա, այն առումով, որ եթե մի փոքր անգամ մի բան, եթե այն չլինի չստացվի, վտանգավոր է, որովհետև քիչ կարող է բան չի, բայց սուրբ թեմա է դա ու վախենալու է այն առումով, որ պիտի ամեն ինչ իդեալական փորձես անես, որովհետև իրավունք չունես այդ թեմային անդրադառնաս ու մոտենաս որպես ուղղակի աշխատանքի, որ եղավ, տենց ոնց որ չէր լինի։ Անշուշտ, ինչ վերցնես մի պիես ու խաղաս, ինչ վերցնես այնպիսի գործ, որի միջով ապրել է մի ամբողջ ժողովուրդ, անցել է ու դա շատ թարմ է ու տեսանելի ու այդ մարդիկ կան, որոնք դրա միջով անցել են ու այո, կարող են գալ ունենալ ապրումներ։ Իսկ փորձերի ընթացքում ինչպիսներ էմոցիոնալ դաշտ եղել են պորտկումներ կամ գուցե դադարներ, որ ինքներդ հուզվեք ձեր իսկ բարձրացրած թեմայից։ Ես միանշանակ եղել են, ես խոսեմ իմ փոխարեն, որովհետև մնացած էմոցիաները դժվար կարողանամ այստեղ ներկայացնեմ։ Լինում են փորձեր, որ
փորձը վերջանում էր, իսկ մեր փորձերը, ասենք, կարողա հավաքվեինք ժամը, կարողա չէ, էլի, տենց էր, ժամը 4-ին հավաքվենք ու վերջանալ, ասենք, չգիտեմ, գիշերը 1-ին, որովհետև այնտեղ գրաֆիկի առումով մի քիչ սուղ էր ժամանակը, իհարկե լավ կլիներ, որ ավելի երկար լիներ, բայց դե եւ ստիպված ենք մի քիչ ինտենսիվ անենք փորձերը։ Կարելի ասել իսկապես ապրել եք միասին։ Հա, դա էր, ամեն օր կար փորձ ու ամեն օր, հա, մենք քնից արթնանում ենք, չգիտեմ, գալիս ենք փորձի ու գնում ենք տուն քնելու։ Ու լինում էին օրեր, որ փորձից հետո ուղղակի ժամը, չգիտեմ, գիշերվա 1-ին դուրս էի գալիս ու ուղղակի ցանկություն չունեի տուն իջնելու, որովհետև ուզում էի քայլեի, չգիտեմ, մտածեի, մի քիչ թեթևանայի նոր գնայի, որովհետև իրականում այդ փորձի process-ի մեջ դա չի զգացվում, որովհետև աշխատանք ես անում ամեն դեպքում, բայց երբ որ դուրս ես գալու ու սկսում ես ուղղակի այդ թեմայով մտածել, մի քիչ ոնց որ ծանրանում է։ Նման բան կար, բայց ասեմ հաճելի էր այդ նույնիսկ հաճելի էր։ Իսկ աշխատանքը ռեժիսորի հետ։ Աշխատանքը ռեժիսորի հետ շատ հաճելի էր, եւս մեկ անգամ օգտվելով առիթից շնորհակալ եմ շատ Սեթրակին, որ ինձ վստահել է նմանատիպ հնարավորություն անձեռնել։ Ռեժիսորին ինձ թվում է, չգիտեմ իր կարծիքով ոնց ամեն դեպքում իմ տեսակետից առաջի օրից, հենց որ սկսել ենք process-ը, միանգամից առաջի օրից հասկացել ենք իրար։ Ինչ հաճելի է։ Իրականում ցենց զարմացած եմ խոսում, որովհետեւ նմանատիպ աշխատանքների ժամանակ հա լինում են ու որ նորմալ է, կարքին է որ պիտի լինի, որովհետև աշխատանքի ժամանակ չի կարող ամեն ինչ հարթ գնա, այս դեպքում չգիտեմ ոնց, բայց ոչ մի փոքր բան անգամ չի եղել։ Իսկ հետաքրքիր է, այ կերպարիդ հետ սկզբից կոնֆլիկտ ես ունեցել, հիմա ոնց է։ Կերպարի հետ կոնֆլիկտ կերպարի հետ չեմ ունեցել։ Որ ինչ որ չէ, սկզբից նշեցի, որ մտածում էի, որ չես ծառայել, չես ապրել, չես ստացվել։ Հա, այդ բարդությունները կային, մինչև անգամ հենց առաջնախաղը, ինձ թվում էր, որ ընդհանրապես չի ստացվում, որովհետև իմ մեջ անդադ դեկար դա, ես մտածում էի, որ ես ոնց կարամ որևէ բան այդ թեմայից հա ներկայացնեմ, բայց մի քիչ հանգստացա, որ հետո իմ ընկերներից կամ թեկուզ հանդիսատեսից եւ ռեժիսորը մեր առաջնախաղերից երկուսից հետո էլ մոտեցան, ասեցին, որ պետք չէր այդքան անհանգստանալ, ամեն դեպքում ինչ որ չափով ստացվել է, բայց միևնույնն է այդ վախը կա, միշտ չի անցնում։ Քանի որ արդեն առաջնախաղը տեղի է ունեցել, ինչպիսին էր արձագանքը ու հանդիսատեսի մեջ վստահ եմ եղել են մարդիկ, ում դուք պատմել եք այս պատմությունը, իսկ եղել են մարդիկ, ովքեր ապրել են այս պատմությունը ու կան քննադատություններ կամ հակառակը շնորհակալական խոսքեր։ Դե միանշանակ քննադատությունների մասով ասեմ, քննադատություններ կան որպես այդպեսին, որովհետև չեն կարող չլինեն, ինչքան մարդ այդքան կարծիք, բայց առողջ քննադատություններ են, այսինքն չկա այնպեսի կարծիք, որ ստացված չէր։ Միանշանակ գործը ստացված էր, միանշանակ պետք էր, քննադատությունն էլ զուտ մարդիկ, մանավանդ մեր ասպարեզի մեր մասնակցության մեր գոլեգաները կարծիքներ են հայտում, բայց դա իմ կարծիքով շատ լավ է եւ լրիվ կարգին է, բայց ասեմ, որ շնորհակալական խոսքեր եւ ավելի շատ հավանել են։ Ոչ թե ավելի շատ հավանել են, այլ ավելի շատ դիպչել են։ Այնպես չի եղել, որ չհավանեն, հա, փորձել ենք կպնել մարդկանց, ու ստացվել է դա։ Մի քիչ մեր մոտ էլ վախ կար փորձերից, որ միգուցե թեման նենց է, որ ավելորդ չփորձենք մարդկանց ցավացնել, հա, այս թեմայով խոսելիս, տեսակ միգուցե մարդկանց մոտ նենց տպավորություն ստեղծել, որ փորձում ենք, չգիտեմ, հույզեր մարդկանցից կորզել, չգիտեմ, արդյունքներ կորզել ու տպավորություն ստեղծել, որ հուզական ներկայացում էր, մարդիկ եկան հուզեցին եւ լավ էր, մաքսիմալ փորձել ենք դրանից խուսափենք, մաքսիմալ ինչքան հնարավոր է փորձել ենք ոչ թե թեթև, այլ ճիշտ ներկայացնել թեման, որպեսզի մարդկանց չցավացնենք, այլ ուղղակի հնարավորություն տանք իրենց հույզերը եւս մեկ անգամ արտահայտելու, ապրելու ու լցված, ոչ թե դատարկված թատրոնից հեռանալու եւ երևի ցենց էլ ասեմ որոշ բաների մասին մտածելով տուն գնալու։ Շնորհակալություն, որից իրականում ես կարծում եմ, որ շատ կարևոր է նման թեմաներին անդրադառնալը ու ճիշտ տեսանկյունից իհարկե։ Հետաքրքիր է Անի Մաղաքյանի կարծիքը, որովհետև մեկ այլ բան է, երբ դու վերցնում ես ինչ-որ հեղինակի պիես, մեկ այլ բան է, երբ այդ պիեսի հեղինակը ինձ ձեզ հետ հավասար իր գրվածը ու իր պատկերացումները արդարացվել են, ինչպիսին է նրա կարծիքը։ Կարծում եմ, որ այո, ես Անին մեր պրեմիերայի օրն եմ տեսել, երբ որ արդեն գնացել ենք որպեսզի խոնարհվենք հանդիսատեսի առջև, ես իրան տեսա կուլիսում, տեսա թե իր աչքերը ոնց էր հուզվել, ոնց էր նայում զափարող հանդիսատեսին ու մեզ, կարծում եմ, որ ինքն էլ է հավանել։ Իրականում սցենարիստի հետ աշխատանքն էլ ամեն րոպե է եղել փորձերի ընթացքում, այսինքն
մենք հավաքվում ենք փորձի, դա էլ էր իմ համար արտարոց բան։ PS-ը չի գրվել ուղղակի հանձնվել մեզ։ Ինքը ամբողջ ընթացքում մեր հետ աշխատել է, որովհետև մենք գնում ենք փորձի, մենք կարդում ենք ինչ-որ բաներ ենք նայում, ինչ-որ բաներ միգուցե չստացվեր, ինչ-որ առաջարկներ են լինում, ինչ-որ քննարկումներ են լինում, որից հետո դա փոխանցվում էր իրան, եւ նա էլի աշխատում էր, ու էլի հաջորդ օր արդեն PS-ը գալիս էր ձևափոխված, էլի ենք աշխատում, խոսքով ասենք շատ բուրըն աշխատանքային process է ունեցել նաեւ ինքը մեր հետ։ Ինձ մի բան էլ է հետաքրքիր ներկայացման խոսքը բարբարային է, թե ոչ, որտեվ խոսքի վերջո Արցախի մասին է գնում եւ Արցախի բարբար կա բեմում։ Բարբար կա, մի փոքր բարբարով խոսում են հենց ընկերպարները, որոնք Արցախից են։ Որոնք, այո, Այսինքն Մարջան Ավետիսյան, Շանթ Հովհաննիսյան եւ Էլենա Գևորգյան փորձել ենք մի քիչ մեղմացնել բարբարը, որովհետեւ սկզբում լիովին փորձեցին բարբարով խոսել ու հասկացանք, որ միգուցե շատերին անհասկանալի լինի ու այդպես էլ կլիներ։ Կա բարբարը միանշանակ կա, բայց փորձել ենք մի քիչ մեղմացրած տարբերակով ներկայացնել, որպեսզի բոլորին հասկանալի լինի։ Շնորհակալություն Բորիս Անչափ, որ այսօր եկաք մեր տաղավար ու խոսեցինք այսչափ կարևոր ներկայացման մասին։ Մենք մաղթում ենք հաջողություն բլոկադային, թող ճանապարհը լինի հարթ, ոչ իր թեմայի պես քարքարոտ, հասանելի լինի հանդիսատեսին ու գան դիտեն։ Փնտրեք եւ տեսեք թե որ օրերը կա բլոկադա ներկայացումը դրված Ստանիսլավսկի թատրոնում եւ գնացեք ու նայեք ներկայացումը։ Կարծիքը իհարկե թողնում ենք ձեզ։ Յուրաքանչյուր մարդ իր կյանքում իհարկե ունի հաղթահարելու բազմաթիվ դժվարություններ, բայց այսօրվա մեր թեման այն խոշոր ու համազգային իհարկե դժվարության մասին է, որը որ մեր շարքերում ապրող յուրաքանչյուր գրեթե հայ, թե հոգեպես, թե ֆիզիկապես ապրել է։ Այս ներկայացումը կարծում եմ, որ մենք յուրաքանչյուրս պետք է գնանք ու դիտենք, որպեսզի վերապրենք, հասկանանք եւս մեկ անգամ եւ, չգիտեմ, միգուցե դասեր քաղենք։ Իսկ այսօրվա համար նախատեսել ենք այսքանը, ձեզ հետ Վրեժն ու Անահիտն էին, մնացեք բարով։ Լավ օր բոլորիդ։